13-օրյա ավիահարվածներից հետո ԱՄՆ-ն դադար է վերցրել, Թրամփը որոշել է առայժմ դադարեցնել հարվածները Իրանին։ Պաշտպանության նախարարության աղբյուրները հաստատել են լուրը։ Բարձրաստիճան պաշտոնյաները անհանգստացած են այն բանի համար, որ զինամթերքի պաշարները արագ են սպառվում, նաև տնտեսական հետևանքներն են սկսել զգացվել։ Թեհրանի պաշտոնական աղբյուրներն էլ փոխանցում են, որ Իրանը ևս դադարեցնում է հարվածները, քանի որ իրենք միայն պատասխանում են։ Այնուհանդերձ Թեհրանը թերհավատ է Վաշինգտոնի մտադրությունների հանդեպ, շատերը կարծում են, որ դա ժամանակավոր քայլ է։ Հակառակ բուն իրանական հատվածում հաստատված դադարին Մերձավոր Արևելքում լարվածությունը չի նվազում։ Կոնֆլիկտը տարածվում է Կարմիր ծովի ափերով, Եմենի հութիները հարձակվել են Սաուդյան նավթային օբյեկտների վրա։ Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին, զուգահեռ Եմենում քաղաքացիական պատերազմը նորից բորբոքվել է։ 2022 թվականի զինադադարը այլևս չի գործում։ Կարմիր ծովով նավերի անցուդարձը գրեթե ամբողջությամբ դադարեցված է։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Տոնակատարությունից կրակոցներ ու զոհեր, ինչ է կատարվել Սիեթլում։ Չեն խնայում անգամ աստղերին, ինչու են Ամերիկայից արտաքսել առաջին քենիացի ֆուտբոլիստին։ Ստուգեք ձեր դեղարկղը, հավանական է, որ այնտեղ մահացու վտանգավոր դեղահաբեր կան։ Ամերիկան դարձել է շոկի գերին, ինչ է սպասվում Լոս Անջելեսում։ Եվ թողարկման երկրորդ հատվածում պատմելու ենք Ամերիկայի ամենաաղետալի հրդեհների մասին։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք օրվա թեմաներին։ Սիեթլում սննդի կիրակնօրյա փառատոնը վերածվել է կրակոցների։ Արդեն կա հաստատված 2 զոհ, առնվազն 5 մարդ հրազենային վնասվածքներ են ստացել։ Նրանց թվում 2 տարեկան մի տղա կա։ Վիրավոր կնոջ վիճակը բժիշկները գնահատում են ծանր, մյուսների վիճակը կայուն։ Իրավապահները փորձում են պարզել կատարվածի հանգամանքները, հայտնի չէ արդյոք այս հանցագործությունը կապ ունի փառատոնի հետ, թե ոչ։ Կազմակերպիչները չեն պարզաբանել, մեղավորների շրջանակը ևս հստակեցված չէ։ Դեպքի քննությունը շարունակվում է։ Հյուրընկալությունը հայրիս մշակույթի անբաժանելի մասն է եւ իհարկե հյուրընկալության մեջ մեծ դեր ունի ախորժելի ու որակյալ սնունդը։ Հենց այս ծառայությունն է մատուցում այսօրվա մեր հաղորդման հովանավորը։ Բոլորիս արդեն հայտնի եւ մեծ վստահություն վայելող Vivaldi Catering-ը առաջարկում է փաթեթներ սկսած 5 հոգին $150։ Նշեմ, որ 10 հոգու համար նախատեսված փաթեթը ամենասիրվածն ու պահանջվածն է եւ այն կարող եք ձեռք բերել ընդամենը $300։ Ցանկանում ենք նշել, որ հենց Vivaldi Catering-ի ինստագրամյան էջում պատկերված սպասքով եւ փաթեթավորմամբ էլ ստանալու եք ձեր պատվերները։ Իսկ եթե պատվիրելիս նշեք, որ Vivaldi Catering-ի մասին տեղեկացել եք Glendale News-ից, պատվերի հետ կստանաք դիովին անվճար մրգերի ասորտի։ Նշեմ, որ այս առաջարկը ուժի մեջ է միայն ամռան ամիսներին։ Պատվիրելու համար զանգահարեք 707 771 7771 հեռախոսահամարով, իսկ ինստագրամյան էջը կարող եք գտնել այս տեսանյութի ներքևում ներածության բաժնում։ Այժմ շարունակենք թողարկումը։ Հակառակ հրադադարի մասին պաշտոնական հայտարարություններին Թրամփը իր անձնական սոցցանցի էջերում բոլորովին էլ խաղաղության մասին չի խոսում։ Մի քանի ժամվա ընթացքում նա Իրանի թեմայով արհեստական բանականությամբ գեներացված մի քանի նկար է հրապարակել, բոլորն էլ սպառնալիքներով։ Նկարներից մեկում Թրամփը իրանական նավթատար նավ է գրավում, մյուսում ավիահարվածներ հասցնում Խարկ կղզուն, երրորդում հարվածում իրանական օբյեկտներին կամ գրավված նավի վրա բարձրացնում Ամերիկայի դրոշը։ Պաշտոնական Թեհրանը այս նկարներին չի անդրադարձել, հրադադարը պահպանվում է։ ԱՄՆ-Իրան փխրուն հրադադարը անմիջապես ազդել է միջազգային շուկայի վրա։ Նավթի գները կտրուկ նվազել են, Brent տեսակի նավթի 1 բարելի արժեքը իջել է ու հասել $92 նախորդ շաբաթվա $102-ից։ Սակայն հարձակումներ են գրանցվել Կարմիր ծովում, սա էլ գների աճի կնպաստի։ Նավթի շուկայում անորոշությունը դեռ շարունակվում է, ԱՄՆ-ի նավթի գինը ևս նվազել է, այն հասել է $84, շուկան սպասում է քաղաքական նոր զարգացումների։ Առայժմ լարվածությունը մի փոքր նահանջել է, սակայն վերջնական կայունություն դեռ չկա։ Տնտեսությունը գտնվում է ճնշման տակ, ԱՄՆ-ի դաշնային պահուստային համակարգը քննարկում է տոկոսադրույքների բարձրացման հարցը։ Ներդրողները կարծում են գնաճի ռիսկը մեծ է, բարձր տոկոսները կդժվարացնեն վարկ ստանալը։ Սա կարող է դանդաղեցնել տնտեսության աճը, շինարարության ոլորտը նույնպես տուժում է վարկերի թանկացումից։
NFL-ում խաղացած առաջին քենիացի ֆուտբոլիստը վտարվել է Ամերիկայից, այսը հաստատել է լուրը։ Ադոնգոն արտաքսվել է հունիսի 20-ին, նա խաղացել է Ինդիանապոլիս Քոլթս թիմում։ Ըստ պաշտոնական վարկածի, ֆուտբոլիստը 2016 թվականին խախտել է վիզայի ժամկետը։ Ադոնգոյի փաստաբաններն այլ տեսակետ ունեն։ Նրանք պնդում են, որ մարզիկը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, քանի որ մարզական կարիերայի ընթացքում գլխի բազմաթիվ հարվածներ է ստացել։ Մասնագետները կասկածում են, որ նա տառապում է ուղեղի քրոնիկ հիվանդությամբ։ Ադոնգոն թիմին էր միացել 2013 թվականին։ Կարիերայի ավարտից հետո նրա կյանքը բարդացել է։ Իմիգրացիոն ծառայությունը կիրառել է Լեյքեն Ռայելիի օրենքը։ Ըստ այդ օրենքի կալանավորվում են բոլոր օրինախախտ ներգաղթյալները։ Ընտանիքը եւ պաշտպանները շարունակում են քննարկել այս որոշումը։ Այս պահին մարզիկի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան։ Հայտնի բլոգեր Սարա Գիլսոնին սպանել է ամուսինը։ Նա TikTok-ում բացահայտել էր ամուսնու հանցավոր անցյալը։ Սպանությունը տեղի է ունեցել Օքլահոմա նահանգում, Սառան 43 տարեկան էր։ Նա հուլիսի 11-ին տեսանյութ էր հրապարակել ամուսնուն մեղադրելով մանկապղծության մեջ։ Ոստիկանությունը նրան մեղադրել է երեխաների նկատմամբ բռնության համար։ Սառան ստացել էր պաշտպանական կարգադրություն, Դաֆին պետք է հեռու մնար նրանից։ Հուլիսի 24-ին ոստիկանները ահազանգ են ստացել, տանը լսվել է կնոջ ճիչ ու կրակոց։ Ավելի ուշ Սառայի որդին զանգահարել է 911, նա ասել է, որ խորթ հայրը կրակել է մոր վրա։ Ոստիկանները տանը գտել են երկուսի մարմինները հրազենային վնասվածքներով։ Իրավապահները կարծում են, որ սա սպանություն եւ ինքնասպանություն է։ Քննությունը դեռ շարունակվում է։ ԱՄՆ կենտրոնական շրջաններում վտանգավոր շոկ է սպասվում, ջերմաստիճանը կգերազանցի 38 աստիճանը։ Մոտ 70 միլիոն մարդ գտնվում է վտանգի տակ, ջերմային գմբեթը կտրուկ բարձրացրել է օդի ջերմաստիճանը, գիշերը զով չի լինի։ Մասնագետների կանխատեսումներով գմբեթը իր դիրքում գրեթե անշարժ կմնա ամբողջ շաբաթվա ընթացքում։ Թեքսասում եւ ծոցի ափերին շոկն ավելի կսաստկանա չորեքշաբթի օրը։ Նեբրասկայում ջերմաստիճանը կհասնի 42 աստիճանի։ Սովորականից շոկ եղանակներ են կանխատեսվում նաեւ Լոս Անջելեսում։ Շոկը վտանգավոր է հատկապես տարեցների եւ երեխաների համար, առողջական խնդիրներ ունեցողները պետք է շատ զգույշ լինեն։ Խորհուրդ է տրվում խմել շատ ջուր, պետք է նաեւ խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Իր չոր ու տաք եղանակով հայտնի Կալիֆոռնիան այս տարի անսովոր խոնավ է։ Տարածաշրջանում ջերմաստիճանը նորմայից բարձր է 3-ից 6 աստիճանով։ Ազգային եղանակային ծառայությունը տեղեկացնում է, որ խոնավության աճը կապված է օվկիանոսի տաքացման հետ։ Օվկիանոսի ջրերը 2-4 աստիճանով ավելի տաք են։ Այս իրավիճակը պայմանավորված է նաև Էլ Նինյո երևույթով։ Խոնավությունը գալիս է մուսոնային օդային զանգվածներից։ Լոս Անջելեսում գործում է շոկի մասին զգուշացում։ Առաջիկա օրերին իրավիճակը ավելի կսրվի, Խաղաղ օվկիանոսում 2 փոթորիկ է մոլեգնում։ Դրանք նույնպես տաք օդ են մղում Կալիֆոռնիա։ Փոթորիկներից մեկը Ֆաուստոն մոտենում է Հավայան կղզիներին, մյուսը Ջենևիվը ուժեղանում է Մեքսիկայի ափերի մոտ։ Օդերևութաբանները կանխատեսում են վտանգավոր ալիքներ։ Լոս Անջելեսի լողափերում սպասվում են հզոր հոսանքներ։ Լողորդները պետք է շատ զգույշ լինեն մինչև չորեքշաբթի երեկո։ Լողափերում անվտանգության կոչեր են տարածվում, այս եղանակը պահպանվելու է նաև ընթացիկ աշխատանքային շաբաթվա ընթացքում։ Boyle Heights-ում մարդիկ ստիպված են շոկի հետ նաև գարշահոտության դեմ պայքարել։ Պահեստում փտող սնունդը միլիոնավոր ճանճերի աղբյուր է դարձել։ Մոտ 40 միլիոն ֆուտ աղբ արդեն հեռացված է։ Սա ընդհանուրի գրեթե կեսն է։ Շաբաթներ շարունակ չդադարող գարշահոտության հետևանքներն արդեն սկսել են զգացվել։ Հարակից տարածքների բնակիչները դժգոհում են առողջական լուրջ խնդիրներից, նրանք ունեն հազ եւ աչքերի գրգռվածություն։ Մաքրման փուլում հոտը ժամանակավորապես կարող է ուժեղանալ։ Լոս Անջելեսի շրջանի հանրային առողջության վարչությունը տուգանել է ընկերությանը։ Պատճառը կրծողների եւ վնասատուների առկայությունն է։ Ներկայումս ընկերությունը ամեն օր տուգանք է վճարում։ Այն կդադարի միայն ամբողջական մաքրումից հետո։ Աշխատանքների ընթացքին հետևում են իրավապահ Էլի մի լուր Իրանի հետ պատերազմի թեմայից։ Ամերիկայի զոհերի պաշտոնական թիվը կրճատվել է։ Թրամփը ավելի վաղ հայտնել էր 18 զոհի մասին, սակայն հիմա պաշտոնական կայքում նշված է 14 զոհ։ Պենտագոնը 4 զինվորի անուն հանել է ցուցակից։
Անհասկանալի պահեր կան նաև վիրավորների թվի հետ կապված։ Պաշտոնական տվյալներով ամերիկյան կողմը 207 վիրավոր ունի, սակայն չի հստակեցվում, թե նրանցից քանիսն են վիրավորվել հենց Իրանում։ Ընդ որում անկախ աղբյուրները նշում են, որ վիրավորների թիվն ավելին է, քան պաշտոնական ներկայացվածը։ Այն գերազանցում է 500-ը։ Պենտագոնը դադարեցրել է պարբերական ճեպազրույցները, կենտրոնական հրամանատարությունը ևս տեղեկություններ չի տրամադրում։ Մեդիան հաճախ ստանում է թերի տեղեկություններ։ Իրանի դեմ պատերազմի հիմնական դրվագները դեռ մնում են չլուսաբանված։ Հոնդուրասի նախկին նախագահը վերադարձավ հայրենիք, նա 8 ամիս առաջ ներում էր ստացել Թրամփից։ Էրնանդեսը դատապարտվել էր 45 տարվա ազատազրկման, նա մեղադրվում էր թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության մեջ։ Նա Հոնդուրասում էր ձերբակալվել 2022-ին և արտահանձնվել էր ԱՄՆ։ Ամերիկայում նա դատվել էր մոտ 400 տոննա թմրանյութ ներմուծելու համար։ Այժմ նա ազատ է և արդեն Հոնդուրասում է։ Նրան դիմավորել են ընտանիքի անդամները և հարյուրավոր կողմնակիցներ։ Օգոստոսի 3-ին նախկին նախագահը կկանգնի դատարանի առջև, այս անգամ Հոնդուրասում։ Նրան մեղադրում են խարդախության և փողերի լվացման մեջ։ Պանդորա 2 անունը կրող կոռուպցիոն գործով հետաքննությունը շարունակվում է։ Խոսքը $11 միլիոն պետական միջոցների յուրացման մասին է։ Մեղադրողը հավանական է համարում, որ նախկին նախագահը այդ գումարն օգտագործել է քարոզարշավի համար։ Էրնանդեսը չի բացառում իր քաղաքական վերադարձը։ Այս պահին որոշիչը դատարանի դիրքորոշումն է լինելու։ Լոս Անջելեսում մսի գինը կարող է նվազել, ԱՄՆ-ն վերացրել է մեքսիկական անասունների ներկրման արգելքը։ Այս քայլը պետք է իջեցնի տավարի մսի գները։ Արգելքը գործում է ավելի քան 1 տարի, պատճառը մակաբույծ ճանճերի վտանգներ։ Անասունների ներկրման կասեցումը հասցրել էր գները ռեկորդային բարձր մակարդակի, դա ծանր հարված էր ամերիկացի սպառողների գրպաններին։ Իշխանությունները հույս ունեն արգելքի վերացման շնորհիվ շտկել իրավիճակը։ Գյուղատնտեսության նախարարությունը բացելու է սահմանային անցակետեր, ներկրումը կվերսկսվի ԱՄՆ Արիզոնա նահանգից։ Հետագայում կբացվեն նաև նոր անցակետեր Նյու Մեքսիկոյում։ Գործընթացը կլինի փուլային և կախված կլինի վերահսկողությունից, որոշ արտադրողներ զգուշանում են վարակների նոր ալիքից։ Չնայած այս մտավախություններին, մսամթերք վաճառող ընկերությունները սպասում են մատակարարումների ավելացմանը։ Տավարի մսի պաշարները ԱՄՆ-ում հասել են վերջին 75 տարվա ամենացածր մակարդակին։ Որոշ գործարաններ նույնիսկ փակվել են հումքի բացակայության պատճառով։ Մեքսիկայից կենդանիների ներկրումը կսկսվի օգոստոսի վերջին շաբաթներին։ Ալերգիայի հայտնի դեղամիջոցը հանկարծակի հետ է կանչվել, այն կարող է վտանգել մարդկանց կյանքը։ Տեղեկությունը հաստատել է սննդի և դեղերի վարչությունը, դեղի մեջ հայտնաբերվել են նյութեր, որոնք կարող են խիստ վտանգավոր լինել, անգամ մահացու։ Կյանքի համար վտանգավոր հռչակված դեղի մեջ հայտնաբերվել են կարմիր կետեր։ Դրանք նկատել է դեղատան աշխատակիցը հաբերը հաշվելիս։ Ըստ հայտարարության, այդ հաբերը կարող են առաջացնել ծանր ռեակցիաներ, գիտակցության կորուստ, շնչառության դժվարացում և կոկորդի այտուց։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ Իր վայնում անհայտ տղամարդը վնասել է 13 Թեսլա ավտոմեքենա, նա օգտագործել է ներկեր մեքենաների վրա նկարներ անելու համար։ Դեպքը տեղի է ունեցել ավտոկայանատեղիում, հանցագործությունը ֆիքսել է տարածքում տեղադրված տեսախցիկը։ Իրավապահները տեսանյութեր են հրապարակել դեպքի վայրից։ Առաջին հարձակման ժամանակ նա ներկել է 1 մեքենա, ավելի ուշ նա վնասել է ևս 3 մեքենա, ավելի ուշ տղամարդը վերադարձել է և ներկել ևս 9 մեքենա։ Ոստիկանները վստահ են, որ սա նույն անձն է։ Տեսանյութում տղամարդու դեմքը հստակ երևում է, սակայն նրան դեռ չեն նույնականացրել։ Կալիֆորնիայի լողափերից մեկում տղամարդը ծովառյուծի է հարվածել։ Տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում, դաշնային իշխանությունները հետաքննություն են սկսել։ Դեպքը տեղի է ունեցել Լա Խոյա Քոուվի մոտակայքում, այնտեղ գտնվող ծովառյուծները պաշտպանված են օրենքով։ Ծովային կաթնասունների պաշտպանության ակտը բավական լուրջ պատիժներ է սահմանում։ Յուրաքանչյուր խախտման համար տուգանքը հասնում է $30,000։ Հնարավոր է նաև ազատազրկում։ Զբոսաշրջիկները հաճախ են խախտում կանոնները Լա Խոյայում։ Քաղաքը նշաններ է տեղադրել լողափի տարածքում, դրանք զգուշացնում են չմոտենալ կենդանիներին, այնուամենայնիվ միջադեպերը շարունակվում են։ Փետրվարին զբոսաշրջիկները քարեր էին նետել ծովառյուծների վրա, դրանք ևս պատժվել են։
35 տարվա ընդմիջումից հետո Գլենդելի Ալեքս թատրոնը նորից ցուցադրում է պրեմիերային ֆիլմեր։ Առաջին ֆիլմը Քրիստոֆեր Նոլանի բոդիսական ֆիլմն է։ Սա քաղաքի ամենահին մշակութային վայրերից է։ Թատրոնը բացվել է 1925 թվականին Հոլիվուդի ոսկե դարաշրջանում։ Տասնամյակներ շարունակ այն եղել է քաղաքի հպարտությունը, այժմ այն սկսում է իր պատմության նոր փուլը։ Թատրոնը մեծ ներդրումներ է կատարել, տեղադրվել են նոր պրոյեկտորներ եւ ձայնային համակարգեր, ապահովելով լավագույն հնարավորություններ կինոյի սիրահարների համար։ Ցուցադրությունները սկսվել են հուլիսի 17-ին, թատրոնը շարունակում է նաև համերգներ ու այլ միջոցառումներ կազմակերպել։ Այն ղեկավարվում է SAS Entertainment Partners ընկերության կողմից։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ Մանու Հարությունյանը ձեզ կպատմի Ամերիկային ամենամեծ վնասներ պատճառած 5 ամենահայտնի հրդեհների մասին։ Բարև ձեզ։ Հրդեհավտանգ շաբաթները շարունակվում են, այնպես որ իսկ ժամանակն է, որ հիշենք անցած աղետների փորձը։ Միացյալ Նահանգների պատմության մեջ կան հրդեհներ, որոնք դարձել են ոչ միայն աղետի, այլև ռեկորդների խորհրդանիշ։ Մեկը համարվել է երկրի ամենաթանկ բնական աղետներից մեկը, մյուսը ամենամեծ տարածքն այրած հրդեհը, իսկ երրորդը ամենաշատ մարդկային զոհերը պատճառած անտառային աղետը։ Բոցավառվող անտառներ, ծխով պատված քաղաքներ եւ հարյուրավոր կիլոմետրեր տարածվող կրակային ճակատներ։ ԱՄՆ-ում ամեն տարի հազարավոր հրդեհներ են գրանցվում, սակայն դրանցից միայն մի քանիսն են մնում պատմության մեջ։ Դրանց հետևանքները չափվում են ոչ միայն միլիարդավոր դոլարներով, այլև կորցրած տներով, մեծապես վնասված բնությամբ եւ մարդկային կյանքերով։ ԱՄՆ պատմության ամենաթանկ հրդեհը համարվում է 2018 թվականի Camp Fire-ը, որը տեղի ունեցավ Կալիֆոռնիայի Բյուտ շրջանի տարածքում։ Հրդեհը ոչնչացրեց ավելի քան 18,000 շինություն, սպանեց 85 մարդու եւ պատճառեց մոտ 16,5 միլիարդ դոլարի ապահովագրական վնաս։ Մի քանի ժամում կրակը գրեթե ամբողջությամբ մոխրացրեց մի ամբողջ քաղաք՝ Paradise-ը։ Camp Fire-ը սկսվեց 2018 թվականի նոյեմբերի 8-ին եւ արագ տարածվեց չոր բուսականության ու ուժեղ քամու պայմաններում։ Էպիկենտրոնում հայտնված Paradise քաղաքի հազարավոր բնակիչներ ստիպված եղան լքել իրենց տները։ Հրդեհը վերջնականապես մարվեց նոյեմբերի վերջին, այրելով ավելի քան 153,000 ակր տարածք։ Եթե վնասների չափով առաջատարը Camp Fire-ն է, ապա տարածքի չափով պատմական ռեկորդը պատկանում է մեկ այլ կալիֆոռնիական հրդեհի։ 2020 թվականի August Complex Fire-ը դարձավ ԱՄՆ պատմության առաջին գիգա հրդեհը, այրելով ավելի քան 1 միլիոն ակր տարածք։ Դա գրեթե 4000 քառակուսի կիլոմետր է, հսկայական տարածք, որը դժվար է անգամ պատկերացնել։ August Complex Fire-ը իրականում մի քանի տասնյակ առանձին հրդեհների միավորում էր։ Այն տարածվեց Կալիֆոռնիայի հյուսիսային հատվածներում, Մենդոսինոյի, Շաստայի եւ Տրինիթի շրջաններում։ Հրդեհի դեմ պայքարին մասնակցեցին հազարավոր հրշեջներ, իսկ վերջնական մարումը տևեց ավելի քան 3 ամիս։ ԱՄՆ-ի ամենամահաբեր անտառային հրդեհը սակայն տեղի է ունեցել դեռ 19-րդ դարում։ 1871 թվականի Պեշտիգոյի հրդեհը Վիսկոնսին նահանգում խլեց մոտ 1200 մարդու կյանք եւ դարձավ երկրի պատմության ամենամեծ հրդեհային ողբերգություններից մեկը։ Այն տեղի ունեցավ նույն օրը, երբ Չիկագոյում բռնկվեց հայտնի մեծ հրդեհը, սակայն զոհերի թվով Պեշտիգոյի աղետը շատ ավելի ծանր էր։ Պեշտիգոյի հրդեհը տարածվեց Վիսկոնսինի հյուսիսարևելյան անտառապատ տարածքներում։ Չոր եղանակը, ուժեղ քամին եւ վառելիքի անսպառ պաշարը իդեմս անտառների ստեղծեցին կրակային փոթորիկ, որը շարժվում էր ահռելի արագությամբ։ Քաղաքները եւ գյուղերը մի քանի ժամում հայտնվեցին կրակի մեջ, իսկ հազարավոր մարդիկ ստիպված էին փրկություն փնտրել գետերում եւ ջրային տարածքներում։ ԱՄՆ-ում ամենավտանգավոր հրդեհների ցանկում առանձնահատուկ տեղ ունի նաև 2023 թվականի Լահայնայի հրդեհը Հավայի նահանգում։ Այն ոչնչացրեց Մաուի կղզու պատմական Լահայնա քաղաքը, դարձավ Հավայի պատմության ամենամահաբեր բնական աղետը եւ խլեց առնվազն 100 մարդու կյանք։ Լահայնայի հրդեհը սկսվեց 2023 թվականի օգոստոսին, ուժեղ քամիների եւ չոր եղանակային պայմանների ժամանակ։ Կրակը արագ անցավ բնակելի տարածքներ, ոչնչացնելով հազարավոր շենքեր եւ պատմական վայրեր։ Ըստ պաշտոնական գնահատականների, այրվեց ավելի քան 2000 ակր տարածք, իսկ հազարավոր մարդիկ կորցրեցին իրենց բնակարանները։ Իսկ որ նահանգում են ամենաշատ անտառային հրդեհները գրանցվում։
Առաջատարներից մեկը Կալիֆոռնիան է։ Նահանգի հսկայական տարածքները, շոգ ամառները, երկարատև երաշտները եւ ուժեղ քամիները ստեղծում են իդեալական պայմաններ խոշոր հրդեհների համար։ Կալիֆոռնիայի անտառային հրդեհները վերջին տասնամյակներում հաճախ դարձել են հրատապ նորությունների գլխավոր թեմաներ։ Նահանգում են տեղի ունեցել ԱՄՆ պատմության մի շարք ամենախոշոր հրդեհներով՝ Campfire, August Complex, Dixie Fire եւ այլ խոշոր բռնկումներ։ Հաճախ դրանց դեմ պայքարում ներգրավում են ոչ միայն տեղական, այլև դաշնային ուժեր։ Այսօր հրդեհների վտանգը շարունակում է մնալ ԱՄՆ-ի կարևորագույն խնդիրներից մեկը։ Հատկապես խոցելի են արևմտյան նահանգները, որտեղ կլիմայական փոփոխությունները, շոգ եղանակը եւ երկարատև չոր շրջանները մեծացնում են կրակի տարածման հավանականությունը։ Լոս Անջելեսում 2026 թվականին եւս արձանագրվել են անտառային հրդեհներ հակառակ ուժեղացված կանխարգելիչ միջոցառումներին։ ԱՄՆ-ի հրդեհների պատմությունը ցույց է տալիս, որ կրակը կարող է մի քանի ժամում փոխել ամբողջ տարածաշրջանի կյանքը։ Միլիարդավոր դոլարների վնասները, կորցրած տները եւ մարդկային կորուստները հիշեցնում են, որ անտառների պաշտպանությունը, վաղ նախազգուշացումը եւ պատրաստվածությունը որոշիչ նշանակություն ունեն։ Ամենամեծ պայքարը հաճախ սկսվում է մինչեւ առաջին բոցը երևալը։ Հրդեհավտանգ օրերը շարունակվում են, այնպես որ զգուշությունը մնում է համար մեկ պայման, իսկ հետաքրքիր նորությունները բաց չթողնելու կարևոր պայմանը մեր ալիքին բաժանորդագրվելն է, այնպես որ եթե դեռ չեք բաժանորդագրվել, ուրեմն էլ մի հետաձգեք։ Մենք կշարունակենք հոգ տանել, որ դուք Ամերիկայի մասին իմանաք ոչ միայն օրվա նորությունները, այլև այն, ինչ սպասվում է մոտ ապագայում։ Իսկ այսօրվա հանդիպումը ավարտին մոտեցավ, համոզված եմ, որ հավանեցիք։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Կհանդիպենք վաղը ժամի 5-ին։ Հաջողություն։